Բայլուսի էլի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, մենք սիրով ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք, որ միանաք մեզ։ Բարելույս բոլորին, այո, առաջին ծրագիրը սկսեց իր աշխատանքը, տաղավարից աշխատում են Սոնա Սաֆարյանը, Սուրեն Արուստամյանը, լավ տրամադրությունը եւ ոչ թե նախատոնական, այլ կարելի ասել տոնական, որովհետեւ այո, վաղը մարտի 8-ն է, բայց վաղը մենք արդեն եթերում չենք, որովհետեւ դե համ շաբաթ է, համ էլ մարտի 8-ն է, բայց կփորձենք մի փոքր այսպես տոնական տրամադրություն հենց այսօրվանից սկսած հաղորդել մեր հեռուստադիտողներին, չէ՞։ Բայց քանի որ մեր աղջիկներիս համար մարտի 8-ը ամեն դեպքում գալու է անկախ տղամարդկանց կամքից, դրա համար կարծում եմ այդպես շատ չստրեսավոր ենք տղամարդկանց եւ ասենք նախատոնական, որպեսզի իրենք դեռ եթե չեն պատրաստվել, գոնե մեկ օր ունեն, որպեսզի գնան այն հետաքրքիր նվերը, որը դուր կգա հենց իրենց սիրելիին։ Շատ լավ, Սոնա, այ ես մտածեցի, երկար թե ինչ նվիրեմ ձեզ մարտի 8-ին եւ որոշեցի, որ նախ ասեմ, որ արդեն կան արևոք նոր բացիկները, որոնք կոչվում են Մարդի 8, եթե կհիշես այդ երգից, Մարդի 8 հայտնի երգը, եւ ես ուզում եմ նվիրել քեզ այս բացիկը եւ իհարկե այս փոքրիկ հեռուստատեսությունը TV-ին։ Ես արդեն հավաքած եմ հավաքելուս ու շնորհակալ եմ շատ։ Որը իհարկե կարծում եմ շատ ավելի մասնագիտական է եւ շատ այսպես սիմվոլիկ, որովհետեւ Եվ ունեմ այդ հրաշալի նվերից նաև մեր շատ հրաշալի ադրինեի համար, քիչ հետո կմոտենանք արդեն ադրինեին, այնպես որ շնորհավոր ձեր մարտի 8-ը սիրելի գեղեցկուհիներ։ Իսկ ում միտքն է ձևավորումը, որովհետև շատ գեղեցիկ է բացիկի ձևավորումը։ Մեր հրաշալի ընկերոջ միտքը, այնպես որ բացիկները այո, արվում են եւ այստեղ իհարկե մայրիկի նույնպես կան եւ հաջորդը մոր նվիրված Քրիստինե Պեպելյանի երգն է՝ Քո սիրո համար, իմ մայրիկ, ողջ բարի, ողջ աստղերը քիչ են էլի։ Կհիշես այս հրաշալի ադրինեինն են այդ տողերը այսօր ուղղելու։ Կամանց կգնանք այնտեղ, իսկ հիմա անցնենք առաջ եւ թերթենք օրացույցը։ Թերթենք եւ այսպես 1927 թվականի մարտի 7-ին Թբիլիսիում ծնվել է թատրոնի եւ կինոյի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակակիր Էդգար Էլբակյանը։ 1950 թվականին ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 50-ից 61 թվականներին խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ 61-ից 88 թվականներին եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան։ Այո, իհարկե շարունակելով շարժվել առաջ, ես պիտի խնդրեմ ողջունենք մեր շատ սիրելի ադրինեին եւ հասկանանք, թե ինչ այնտեղ կատարվում, որտեղ ես համոզված եմ, որ այսօր խոհանոցը նույնպես տոնական ռիթմեր ունի, այնպես որ Ադրինե, ողջույն, բարի լույս։ Նախատոնական բարի լույս։ Ողջույն սիրելիներս, իսկապես նախատոնական բարի լույս, ողջունենք նաև մեր թանկագին հեռուստաճողին եւ ասենք, որ մենք ձեզ շատ ենք սիրում եւ շատ արժեքավոր ժամեր են այս երկու ժամը մեզ համար, որովհետեւ շփվելու ենք հենց ձեզ հետ։ Սիրելիներս, մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը եւ իհարկե այս երկու ժամը կփորձենք ամեն դեպքում ամեն բան անել, որպեսզի դուք լավ տրամադրություն ունենաք։ Անպայման նշեմ, որ պատրաստեք լավ նախաճաշ։ Այ հենց հիմա իմ ձեռքի մեկ գավաթ սուրճ է, իմ ընկերները հոգ են տարել իմ սուրճի մասին։ Ճիշտ է, ես չեմ խրախուսում արթնանալ եւ առաջին հերթին սուրճ խմել, բայց ես այսօր այդպես եմ արել, որպեսզի մի փոքր այսպես լիցքեր հավաքեմ, բայց ձեզ հորդորում եմ միմիայն առաջին հերթին նախաճաշել։ Եվ իհարկե ներկայացնեմ օրվա բաղադրատոմսը, սիրելիներս, այսօր պատրաստելու ենք շատ համեղ տաք ուտեստ, այն պատրաստվելու է ջեռոցում եւ ինչ է անհրաժեշտ դրա համար մեզ պետք է հավի աղացած միս, ահա այստեղ ունենք հավի աղացած միս, ունենք աղացած արդեն սոխ եւ այստեղ մեկ հավկիթ ունենք, որ պետք է միան խառնենք այս ֆարշին, այս մսին եւ իհարկե ունենք պանիր եւ մեր մարինացված սունկը, որով պետք է միջուկ պատրաստենք, այսինքն պետք է այս ֆարշը լցոնենք, ռուլետի վերածենք եւ տեղափոխենք ջեռոց, բնականաբար վերջում ամենավերջում վրան պետք է պանիր լցնենք եւ էլի հալեցնենք ջեռոցում։ Այսպես մենք ինչ գործողություն ենք անում ամենաառաջին հերթին, սկսելու ենք խճողակի պատրաստումից, այսինքն այս ֆարշը պետք է պատրաստենք, իսկ դրա համար ինչպես նշեցի, աղացած սոխ ունենք, որը պետք է ջրքամեմ ես մի քիչ առաջ եմ այն աղացել, բայց դե պետք է անպայման այս պարագայում ջուրը քամել։
Սովորաբար սիրելիներս, կոտլետի պարագայում դրա անհրաժեշտությունը չկա, երբ կոտլետ ենք պատրաստում, բայց երբ ուզում ես պատրաստես ավելի կպչուն եւ ավելի պինդ խճողակ, այն պարագայում այսինքն մի փոքր, այսպես ասած, խորովածային տարբերակների համար, այն քաբաբ կոչեցյալ տարբերակի համար պետք է անպայման սոխի հյութը քամել։ Սա իգիտություն անպայման պետք է հաշվի առնել։ Եվ համարյա այսօր այդ տարբերակներից մեկն է, ինձ պետք է ավելի պինդ կպչուն զանգված, դրա համար պետք է սոխի հյութը քամել։ Ահա, փորձեմ այս տարբերակով սոխի հյութը քամել եւ իհարկե խոսքս փոխանցեմ ընկերներիս, ես իմ գործը անեմ, հետո արդեն կշարունակենք։ Շնորհակալություն Ադրինե, շատ համեղ է սպասվում ես այսօրվա հաղորդման ընթացքը եւ ավարտը, եւ քանի որ մարտի 8-ն է եւ ինչպես նշեցի արև բացիկների վրա մենք երկար փնտրեցինք, հա, երգ, որը հենց նվիրված լինի մարտի 8-ին եւ փաստորեն մենակ մի երգ կար մարտի 8, բայց ի ուրախություն նաեւ բոլորին արդեն YouTube-ում եւ հասանելի է դարձել Թաթա Սիմոնյանի նոր երգն ու տեսահոլովակը։ Այո, Թաթա Սիմոնյանը տոներին ընդառաջ բոլոր աղջիկներին եւ կանանց նվեր արդեն արել է իր նոր տեսահոլովակը, որը շատ բարի, շատ սիրուն երգ է, ես վստահ եմ մեկնաբանությունները մեր շատ գրում են, որ վերջին զանգի նման հիթային է դառնալու եւ արդեն դարձել է, այնպես որ լավագույն նվերը կարծում եմ բոլորիս, Թաթա Սիմոնյան մարտի 8 երգի եւ երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանը։ Այսօր տոնն է իմ ամենասիրած, թույլ տվեք երգս նվիրեմ կանանց, ու ամբողջ կյանքում լուր ասպետաբար սիրեմ ու սիրով ծառայեմ նրանց, բայց եթե չլիներ մայրը, չեր լինի ծառը կենաց, ու ամեն տարի կանանը ավելի կոնկրետ մարտի 8-ին ես պիտի լինեմ անպայման տանը իմ սիրելի մայրիկի կողքին մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս ես քո զավակն եմ դու արար աշխարհս մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս ես քո զավակն եմ դու արար աշխարհս Սիրել եմ, սիրելու եմ միշտ, դե կանանց հարցում սերն է մենակ ճիշտ, ձեր գրկում կյանքս գլորվեց գնաց, ես սիրում եմ ողջ աշխարհի կանանց, բայց եթե չլիներ մայրը, չեր լինի ծառը կենաց, ու ամեն տանի կանանը ավելի կոնկրետ մարտի 8-ին ես պիտի լինեմ անպայման տանը իմ սիրելի մայրիկի կողքին մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս ես քո զավակն եմ դու արար աշխարհս մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս ես քո զավակն եմ դու արար աշխարհս
սիրելի մայրիկի կողքին Ման ջան տոնդ շնորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Ման ջան տոնդ շնորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Ման ջան տոնդ շնորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Ման ջան տոնդ շնորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Ահա, Թաթա Սիմոնյան, մարտի 8 շնորհավորում ենք բոլորին, ովքեր աշխատել են երգի եւ տեսահոլովակի վրա եւ օգտվելով առիթից առաջարկում եմ բոլորիս մայրերին առաջին հերթին շնորհավորենք, որովհետեւ այս բարի ուղերձը եւ այս տոնը առաջին հերթին մեր մայրիկներին է ուղղված, այնպես որ շատ երկար տարիների առողջ կյանք ենք մաղթում բոլոր մայրերին։ Այո, եւ ինչպես երգում էր ասվում, ես հիմա նույն բառերը կկրկնեմ, մամ ջան տոնը շնորհավոր գանձս։ Երգը նվիրում եմ քեզ։ Եվ բոլոր մայրերին, այո, շատ կարեւոր է, որպեսզի այդ տրամադրությունը լինի բոլորի մոտ տոնական եւ ծաղկաշատ, որովհետեւ գարնան տոնը, գարունը ասոցացվում է հենց այս հրաշալի տոնի հետ միասին, այնպես որ շնորհավոր ձեր տոնը, սիրելի մայրեր, քույրեր, աղջիկներ, կանայք Միշտ եղեք այդպես ժպտերես, գեղեցիկ եւ գարնան նման արևոտ ու պայծառ։ Շնորհավորում ենք բոլորին, շնորհավորում նաեւ կնոջս, որովհետեւ վաղը եթերում չեմ լինի, ես չեմ շնորհավորի, բայց հաստատ կշնորհավորեմ տանը։ Եվ արևին։ Եվ իհարկե իմ հրաշք արևին, որը ամեն առավոտ ինձ արև ու լույս է տալիս։ Այո, թող բոլորիս գարունը եւ այս մեկ ամսյակը այս տեսահոլովակի նման բարի եւ ծաղկաշատ ստացվի։ Դե իսկ հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Վերադարձանք տաղավար բարի լույսի եւս մեկ անգամ բոլորին եւ քանի որ տոններն են մոտենում եւ ընդամենը պետք է վաղը արդեն իսկ օրը սկսել եւ առավոտը սկսել տոնական տրամադրությամբ եւ շնորհավորանքներով իսկ երեկոյան արդեն ընտանեկան շրջապատում շնորհավորել շատ գեղեցիկ մեր կանանց մայրերին քույրերին ես առաջարկում եմ այդ շնորհավորանքները հնչեն Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող հրաշալի գինիների տեսականու հետ միասին որովհետեւ հենց այդ գինիներով են այդ շնորհավորանքները լինում ավելի քաղցր եւ ավելի ջերմ Եվ չմոռանաք իհարկե պանիրների մասին, իսկ պանիրների մեծ տեսականի, ինչպես նաև անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Արև այս օրերին շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար։ Արևն արդեն շողում է մեզ համար, իսկ արևից ստանալ էներգիան մեզ կօգնի Solar Center ընկերությունը տեղադրելով արևային համակարգեր, մենք կարող ենք ապահովել ընտանիքում լուսավորությունը, ջերմությունը եւ լավ տրամադրությունը։ Ի դեպ 8106 կարճ համարին զանգարելով մինչև մեր հաղորդման ավարտը կստանաք հավելյալ 5% զեղչ եւ մի մոռացեք, եթե ապառիկ եք ուզում, ապա 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, իսկ ցանկության դեպքում առաջին 3 ամիսները Solar Center-ը վճարում է ձեր փոխարեն։ Իսկ վաղը տեղի կունենա խաղարկությունը եւ բոլորս կիմանանք, թե ովքեր են մեկնելու Մալդիվներ։ Այո, եթե դուք չմեկնեք, Solar Center-ը այդ տոմսերը կտա ինձ։ Ոնց պայմանավորվել եք ի սկզբանե։ Լավ, շարժվելով առաջ նշեմ նաև բրազիլական տրամոնտինայի մասին, քանի որ այս ապրանքանիշը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում իր բարձր որակի համար եւ տրամոնտին ապրանքանիշը ունի բազում խոհանոցային պարագաների տեսականի, որոնք կերակուրը պատրաստելը դարձնում են շատ հաճելի եւ շատ հարմարավետ։ Տրամոնտինա բրենդի բարձրորակ ապրանքատեսականին կարող եք գտնել լավագույն սուպերմարկետներում։ Լավագույն սուպերմարկետներում միանշանակ հարցրեք այն ամենը, ինչը որ քիչ առաջ ներկայացրեց Սոնան, իսկ լավագույն սուպերմարկետներում, ինչպես արդեն նշեցի, չկա այն ամեն ինչը պատրաստում է մեր Ադրինեն, այնպես որ այդ ամենը հարցրեք միայն մեր եթերում եւ եթերի ընթացքում կամ Ադրինեին անձնական էջով գրելով։ Բայց հիմա փորձենք Ադրինե Կարող ես մեզ օգնել այդ հարցում։ Այո, անշուշտ, իհարկե շատ շնորհակալ եմ շատ գեղեցիկ ներկայացնելու համար։ Ինձ պարտավորեցրեց քո խոսքերը, Սուրեն ջան, բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, այն ինչը որ ասաց Սուրենը, ինձ ավելի դրեց պարտավորության մեջ, որպեսզի ավելի գեղեցիկ ներկայացնեմ ամեն բան եւ աշխատեմ շատ ավելի համեղ լինի եւ իսկապես յուրաքանչյուր տանտիկին փորձում է խոհանոցում պատրաստել ամենահամեղը, ամենալավը, որպեսզի գոհացնի իրեն շրջապատող մարդկանց եւ այսպես ասեմ, որ այսօր պատրաստում ենք շատ համեղ ռուլետի տարբերակ, մենք այստեղ ունենք հավի աղացած միս, այստեղ իհարկե եթե հիշում եք քիչ առաջ մենք սոխ ունեինք եւ սոխը ես ջրքամեցի արդեն եւ իհարկե պետք է տեղափոխենք հենց մսի վրա, այսպես շատ պարտադիր պայման է այս պարագայում, որպեսզի սոխի հյութը քամենք։ Ահա Տեղափոխեմ սոխը մեր մսի վրա
Այսպես, ահա։ Սիրելիներս, ինչպես ասացի, այսօր պետք է այս ռուլետը պատրաստենք միջուկով։ Միջուկի համար էլ մեզ պետք է լինելու սունկ, մենք ունենք մարինացված տարբերակը, դուք կարող եք եւ այս տարբերակը օգտվել եւ իհարկե թարմ վիճակում սունկը գնել, տապակել եւ օգտվել։ Մենք այսօր ունենք այս տարբերակը, մեր գործընկերոջ առաջարկը եւ շատ համեղ է եւ շատ արագ պատրաստող, այնպես որ այսօր սա ենք պատրաստելու եւ իհարկե մեզ անհրաժեշտ է լինելու պանիր, բայց մինչ այդ պետք է այս խճողակը համեմենք։ Ողջույն Սուրեն Հրաշալի Ադրինն արդեն ամեն ինչ ներկայացրեց, Ադրին, ես ուզում եմ քեզ նվիրել մարտիութի այս բացիկը, մարտիութ, մի քիչ մեջը հումոր կա ու ժպիտ եւ այս սիմվոլիկ փոքրիկ նշան է, որը հերոսատեսության աշխատողի համար կարծում եմ շատ այսպես սիմվոլիկ է, հատկապես դու, որ արդեն երկար այսպես տարիներ այս գործունեության մեջ ես, այնպես որ սա նույնպես փոքրիկ նվեր քեզ։ Շատ շնորհակալ եմ, իսկ ամենամեծ նվերը ես համոզված եմ, որ քո ընտանիքը քեզ դա տալիս է ամենաառավոտ ժպիտը, լավ տրամադրություն, իսկ ինչ է պետք, որ ասում են կանացի երջանկություն, ինչ է կանացի երջանկությունը, բնականաբար ինչքանով ես եմ փորձում կողքից հասկանալ, դա այն ամենն է, ինչ որ կնոջը տալիս է ընտանիքը, ընկերները, տրամադրությունը, արևը, ժպիտը։ Ես կարծում եմ այս ամենը կա քո կյանքում, այնպես որ թողնի շատ լինի։ Շատ շնորհակալ եմ այս գեղեցիկ նվերների, թանկագին նվերների, սրանք մարդու կյանքում ամենաթանկ նվերներն են, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ ուշադրության այս ջենտլմենական քայլերը, որ անում ես դու հաճախակի, ես շատ շնորհակալ եմ, զգացված եմ եւ եւս մեկ անգամ առիթից օգտվելով ուզում եմ բոլոր առաջին հերթին մայրիկներին, իմ մայրիկի գլխավորությամբ, մեր բոլորի մայրիկների գլխավորությամբ բոլոր մեր մայրերին շնորհավորել, իրենց երկար առողջ կյանք մաղթել, որպեսզի միշտ մեր կողքի լինեն, այսպես համեղ պատրաստեն եւ մենք վայելենք նրանց ներկայությունը եւ իհարկե Լիլիթին եւս շատ մեծ ջերմագին շնորհավորանքներ ու բոլոր մեր սիրելի կանանց։ Շատ եւս մեկ անգամ շատ շնորհակալ եմ անչափ թանկ նվերի համար։ Դու գիտես, ես թուլություն ունեմ կրծքազարդերի հանդեպ, այնպես որ շատ զգացված եմ։ Դե հիմա շարունակենք երևի թե մեր գործը։ Եվ խճողակը համեմենք, արդեն պետք է համեմել, այստեղ մեզ պետք է լինելու 1 հավկիթ, այսպես, սովորաբար բոլոր տնային տիկիններն էլ հենց այսպես են պատրաստում այս խճողակը, այնտեղ սոխ ենք օգտագործում, հավկիթ, որևիցե յուրահատուկ հավելում չկա այստեղ, պարզապես ամենագլխավոր այդ կետը, որ նշեցի, պետք է սոխի հյութը քամել անպայման։ Եվ իհարկե այստեղ աղ ենք ավելացնում։ Դե քանի որ դու սկսեցիր պատրաստել են ինչ որ պատրաստել ես, ես էլ պատրաստեմ իմ առավոտյան նախաճաշ։ Ես համաձայն եմ։ Ես էլի պիտի նշեմ, որ հրաշալի այս տեսականին էլոլայի, այո, թթվածներ եւ կաթնաշոր։ Առավոտյան սա շատ լավ է, որովհետեւ նախ սպիտակուցների մի ամբողջ պաշար է, հետո շատ առողջ առավոտյան, ինչպես ասում են, նախաճաշի տեսակ է։ Այո, համաձայն եմ։ Ինչ կարող եմ առաջարկել Սուրեն ջան։ Կաթնաշոր, եթե այդտեղ չկա, չգիտեմ, ես ունեմ սառնարանում, թե չէ։ Ես հիմա կնայեմ, դու շարունակի քո գործով զբաղվել։ Գուցե, չգիտեմ։ Կգտնես թե ոչ, չգիտեմ, այսպես։ Ես կարծում եմ, հա, մենք ավարտվել է մեր կատնաշոր, դա կատնաշոր է իմիջայելոց, դա կատնաշոր է, մի փոքր մնացել է, այս սենց Ժորժ ջան, մենք առավոտ արթնանում ենք, ինչ կա չկա էլոլայից, բացում ենք, ուտում ենք, ճաշակում ենք, այնպես որ երբեմն նույնիսկ քիչ է մնում։ Ինչ պրոցեսի մեջ եմ։ Հիմա ես համեմում եմ, ես այստեղ ուզում եմ նաև խմելի սունելի ավելացնել, սիրելիներս, հուսով եմ, այո, կգտնեմ ես այստեղ խմելի սունելի, հավի ընդհանրապես մսի հետ շատ համահունչ է խմելի սունելին եւ շատ գեղեցիկ անուշիկ համ կտա այս պարագայում։ Ահա, լավ խառնենք, այստեղ ավելացրեցի սև եւ կարմիր պղպեղ, աղ, հավկիթ, խմելի սունելի, մի փոքր քրքում բնականաբար եւ իհարկե լավ կխառնենք հիմա։
մեր ֆարշը արդեն իսկ պատրաստ է, սիրելիներս, մեզ մնալու է միայն պատրաստել միջուկը։ Իսկ միջուկի համար, ինչպես նշեցի, մեզ պետք է սունկ եւ պանիր ընդամենը։ Եթե սունկը գնեք թարմ տարբերակով, ապա կտապակեք, հետո կօգտագործեք, իսկ մեր պարագայում արդեն մենք ունենք պատրաստի մարինացված սունկ, պարզապես պետք է այն կտրատել, միայն կտրատել։ Հիմա ես կթողնեմ ֆարշը այսպես մի կողմի վրա իրեն համար կհանգստանա։ Սովորաբար մսի ուրեմն խճողակներն էլ պետք է խմորի պես թողնել երբեմն հանգստանա, որ այդ process-ը անցնի, համերը ներծծվեն եւ հետո շատ ավելի համեղ ստացվի։ Ահա, սա միսը։ Եվ իհարկե կանցնենք առաջ, կպատրաստենք մեր միջուկը։ Ձեզ օգնեմ։ Շնորհակալ եմ։ Տեսեք որքան այսպես գեղեցիկ մենք սունկ ունենք, նրանք թռնում են, վազում են։ Երևի թե հասկանում են իրենց պետք է մենք կտրատենք, այո, եւ վախենում են, փախնում են։ Ահա այսպես։ Ես պետք է պարզապես կտրատեմ եւ քերջով անցկացնեմ պանիրը եւ միախառնենք այս բոլորը, հետո արդեն ստանանք մեր ռուլետը։ Այո, շատ լավ։ Դե այս բանը ես կարծում կարող է լինել կարճ դարձար, հետո արդեն վերադառնանք ու շարունակենք մեր ծրագիրը։ Մնացեք մեզ հետ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ շարունակում ենք անակնկալներով։ Ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի Հայաստանի Պարի պետական անսամբլը կանանց միջազգային օրվա առթիվ մարտի 10-ին կներկայանա տոնական համերգով։ Տոնական երեկոյի ընթացքում հնարավորություն կունենաք վայելելու ինչպես արդեն իսկ սիրված պարային կատարումներ, այնպես էլ պարացանկը համալրած նոր բեմադրություններ։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Պարի պետական անսամբլի պարող Վահան Գևորգյանը եւ Պարի պետական անսամբլի պարուհի Վարդուհի Կարապետյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ենք։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Մենք շատ լավ ենք, որովհետեւ այս տոնական տրամադրությունն է։ Նախ քանի որ վաղը արդեն մարտի 8-ը ես շնորհավորել ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ մաղթում որպեսզի մի ժպտակ եւ իհարկե մի քիչ խոսենք այն ամենի մասին, ինչը արդեն մեզ սպասվում է մարտի 10-ին։ Մարտի 10-ին կունենանք մենահամերգ, Պարի պետական անսամբլը կներկայանա մի նոր ծրագրով։ Ժամը 19:00-ին տեղի կունենա մենահամերգ շատ մեծ ծրագիր է լինելու, երկու բաժնից բաղկացած։ Առաջին բաժինը բացել ենք Բերդ համարով, որը շատ հետաքրքիր է ինձ թվում է բոլորի համար։ Ծրագրում ներառված են ոչ միայն սիրված հանդիսատեսի կողմից համարներ, այլ նաև նոր բեմադրություններ, նոր բեմադրություններից են Ղայթարման Սպենդիարովի երաժշտությամբ, Կոմիտասի երաժշտությամբ Վաղաշապատ եւ Շուշիկի բեմադրությամբ երաժշտությամբ Կոմիտաս բեմադրությունը եւ տղաների պարերից Համշենյան մտորումները ունենք նաեւ ոչ միայն նոր բեմադրություններ, այլ նաեւ վերականգնված համարներ, որոնք 18 տարի դեռ բեմ չեն բարձեցել եւ այժմ հիմա ծրագրում ներառված են։ Ահա։ Հրաշալի։ Իսկ նոր ծրագիրը հատուկ տոնական համերգի համար է գրված։ Այո, կան համարներ, որոնք անցած ծրագրի ժամանակ բեմ չեն բարձեցել, բայց այժմ բարձրանալու են, դա Բալենի պարն է, Փայլակ Սարգսյանի բեմադրությամբ։ Եվ հովիվների պարը Գագիկ Կարապետյանի բեմադրությամբ նույնպես ընդգրկվել են այս ծրագրի մեջ։ Հիանալի է։ Քանի տարի է որ դուք Պարի պետականում եք։ Պարի պետական գնացել եմ Պարվեստի ուսումնարան ավարտելուց հետո, մասնագիտական կրթությունս ստանալուց հետո, արդեն 4-րդ տարին է այս տարի կլայնա, որ Պարի պետականում եմ, այդպես ընդունվել եմ զուգահեռ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, Պարվեստի ռեժիսուրով բաժնում եմ սովորում, այդպես։ Իսկ դուք։ Ես 2018 թվականից եմ Պարի պետական անսամբլում, արդեն շուրջ 5 տարի, 2 տարի նաեւ ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Ծառայությունս ավարտելուց հետո տեղանորից ընդգրկվել են Պարի պետական անսամբլի շարքերը։ Շատ լավ, ինչ կա Պարի պետականում, որը հատուկ է Պարի պետականին։ Պարի պետականում ամենահարազատ մեր հայկական ազգային ժողովրդական մեր պարերն են, որոնք ինձ թվում է հայ մարդու համար շատ կարևոր են, մանավանդ մեզ համար շատ կարևոր են պարողներիս։ Դե ինձ հատուկ դա է գրավել Պարի պետականի մեջ, որ գնացել եմ հատուկ Պարի պետական։ Ես առաջին անգամ երբ որ տեսել եմ Պարի պետականի համերգը 2013 թվականին, ես իմ առաջ դրել եմ նպատակ, որ ես պիտի ընդգրկվեմ Պարի պետական անսամբլի ծրագրում եւ 2018 թվականին բալետմեստեր Ասատուր Կարապետյանի ստացա հրավեր դեպի Պարի պետական ու
Ստացվեց իմ երազանքը։ Եվ քանի որ տոնական համերգին նշեցիք, որ հատուկ ծրագրով եք ներկայանալու եւ երբ վերջնական արդեն համերգը մենք տեսնում ենք, վայելում ենք, մենք տեսնում ենք իդեալական աշխատանք, բայց որքան ժամանակ առաջ են սկսվում փորձերը, ինչ դժվար ճանապարհ եք անցնում, մինչեւ այդ ամենը հանձնում եք հանդիսատեսի դատին։ Մենք շաբաթվա մեջ ամենօրյա քրտնաջան աշխատանք ենք տանում մեր գրաֆիկով, բնականon գրաֆիկով, ինչպես մնացած անսամբլները, այնպես էլ մենք աշխատում ենք առավոտյան 1 ժամ ունենում ենք դասական պար, իսկ դրանից հետո մի փոքր ընդմիջում ու արդեն ասում ենք մեր փորձերին, նախահամերգային փորձերին, ունենում ենք օրկեստրով երաժշտական կազմի հետ միասին փորձեր, որոնք ինձ համար ամենակարևորն են անսամբլում, ամենակարևոր պահերն են։ Այդպես, մեր սովորական բնական հունով ենք աշխատում, ունեցել ենք մեր 67-րդ համերգաշրջանի բացումը, եղել է փետրվարի 11-ին, սա արդեն մեր այս տարվա երկրորդ մենահամերգն է։ Որը նվիրված է մեր կանանց։ Ինքան հեշտ եք ասում, 67-րդ պարաշրջանը պատմություն ունեցող։ Այո, որ սերունդն եք դուք, որ երրորդ սերունդն եք Պարի պետականի։ Դե, որ ասում են լեգենդար Պարի պետական։ Լեգենդար Պարի պետական այդ անունը արդեն լսելուց արդեն հասկանում ենք, որ իսկ ինչ են ձեզ փոխանցում ավակները, երբ որ դուք գալիս եք Պարի պետական։ Փորձի փոխանակում մեծ փորձ։ Եվ սերը պարավեստի հանդեպ։ Շատ մեծ։ Մենք մեր մեծերից ենք ասած տեսնում այն, ինչը որ հիմա մենք ցույց ենք տալիս հանդիսատեսին։ Ջերմությունը, ամեն ինչը մենք ստանում ենք մեր ավակ սերունդից։ Ունեք ծրագրում առանձնահատուկ սիրելի համար։ Ինձ համար ամբողջ ծրագիրն է շատ սիրելի ու հոգեհարազատ բոլոր համարները, բայց կառանձնացնեմ Կակաչները Վանուշ Խանամիրյանի բեմադրությամբ, Բալենին Փայլակ Սարգսյանի բեմադրությամբ եւ Կապույտ երազը մեր վերականգնված համարը Գագիկ Կարապետյանի բեմադրությամբ, որոնք իսկապես շատ եմ ես սիրում։ Իդեպ հատուկ ողջուներ Գագիկ Կարապետյանին, այո, որովհետեւ ես հիշում եմ, երբ որ մենք սովորում ենք թատերական ինստիտուտում եւ ներկայացում կար, որի բարերը հենց բեմադրել էր Գագիկ Կարապետյանը եւ նրա հետ աշխատելը մեծ հաճույք էր եւ մեծ պրոֆեսիոնալիզմ մեզ համար էլ հիմա մենք որ պատկերացնում ենք ինչպիսի լեգենդների, ինչպիսի մեծությունների հետ ենք աշխատում, իսկապես շատ մեծ հաճույք է մեզ համար։ Դա հարց, որը ինձ շատ է հետաքրքրում, պարողների առավոտը ինչպես է սկսվում եւ ժամը քանիսին է սովորաբար սկսվում։ Մեր պարողների առավոտը սկսվում է ժամը 11-ից, փորձը սկսվում է ժամը 11-ից։ Ֆատ չի, ես ավելի շուտ էի պատկերացնում։ Դե ամեն դեպքում պետք է կարողանանք ժամը 11-ից սկսում ենք։ Պարի պետականում է սկսվում առավոտյան 11-ից։ Մեր առավոտը ամեն օր սկսվում է Պարի պետականով, ավարտվում Պարի պետականով, այդպես արդեն շուրջ 5 տարի է։ Օրը սկսում ենք Պարի պետական։ Շատ լավ, որն է ամենակարևոր գաղափարախոսությունը, հա, որը կա Պարի մեջ ըստ ձեզ որպես անհատ պարողներ։ Ընդհանուր ասեմ, հենց Պարի պետականում մեզ համար շատ կարևոր է պահպանել մերը, մեր ազգայինը, հայկականը, ժողովրդականը։ Այդպես, ամենակարևորը դա է ինձ համար, հայ լինելով, դա կարող եմ առանձնացնել։ Եվ պրոֆեսիոնալ մակարդակով մոտենալ այդ ամենին, ստացված կլինի, ինձ թվում է ամեն բան։ Մեր մեծերը, երբ որ այն ժամանակվա Պարի պետականը եղել է միշտ բարձունքում։ Հիմա մեր ջանքը գնում նրանում, որպեսզի մենք նույնպես կարողանանք պահել մեր մեծերի պահած այս միջև վերջ 67 տարի անդադար Պարի պետականը եղել է միշտ բեմում, միշտ եղել է լավագույնը, միշտ եղել է ամենաբարձր կետերի վրա։ Փորձում ենք պահպանել այդ ամենը։ Իսկ ինչպես է ստացվում բեմադրությունը, երբ արվում է, դուք միջամտում եք կամ մտածում եք, որ օրինակ այսինչ բանը սենց ավելի լավ կլիներ եւ առաջարկում եք, թե ոնց բեմադրվում է, դուք փորձում եք բեմադրության լավագույն մոտեցումը ցուցաբերել։ Դե ամեն դեպքում գլխավոր բալետմեստերն այս պայդրությամբ Գագիկ Կարապետյանը ինքը բեմադրելուց հիմնականում հենց է բեմադրում, որ պարողին հարմար լինի։ Բայց ինչ որ չափով կարող է ինքը հարցնել, օրինակ, այս ինչ բան եթե ձեզ հարմար է, մնա, եթե չէ, օրինակ ինչ որ մի հատ ուրիշ բան մտածենք, որ լրիվ բոլորով կանանք այդ ամեն ինչը անենք, նենց չլինի մի հոգի կարանա, երկու հոգի չկանա, մի խոսքով մի համուր ուժերով։ Այ երբ որ բարձրանում եք բեմ, հա, պարը միջին հաշվարկով երևի կտևի 3-ից 4 րոպե միջինը։ Այդ 3-ից 4 րոպեն ինչի մեջ եք դուք, ինչն է ձեզ համար կարևոր, ինչն է կարևորում, շարժումները, էմոցիաները, որ պիտի փոխանցեք բոլորը։ Այդ 3-4 րոպեն մենք ամբողջովին մեզ նվիրում ենք պարին, այսինքն թե դեմքով, թե շարժումներով, ամեն ինչ, որ մենք կարող ենք փոխանցել հանդիսատեսին։ Այո, պահը պետք է կարողանանք էլի վայելել եւ կենթանի երաժշտությունը
մեր նվագախմբի երաժշտությունն ենք վայելում, բեմը հանդիսատեսին այդ Իսկ աչքերով վարքյանները փնտրում եք ծանոթ մարդ դահլիճում բարել Իհարկե ոչ։ Ոչ։ Պրոֆեսիոնալ մակարդակի մասին է խոսքը։ Ահա, հետաքրքիր է։ Իսկ բարը ինչ է ձեր մեջ փոխել կամ ավելացրել, բացի արտաքին տեսքից, որ ինքը տալիս է հրաշալի տեսք, էության մեջ ինչն է փոխում, ինչն է ավելացնում։ Պրոֆեսիոնալիզմ, կարգապահություն, ամենակարևորը։ Դա սեր Դեպի արվեստը։ Այո։ Մեր մշակույթը, մեր արվեստը պահելու, պահպանելու կարողություն։ Յանարե, Պարի պետականը նաև այն անսամբլներից կարևորն է եղել, որ ամբողջ աշխարհին ներկայացրել է հայկական պարը։ Եվ սա եղել է երկար տարիների տքնաջան աշխատանքը։ Այսօր նոր սերունդը Պարի պետականի, հա, ունի հնարավորություն աշխարհին ցույց տալու մեր պարերը։ Շրջագայություններ, հյուրախաղեր կան։ Այս պահին ծրագիրը դրված է, մեր համերգային ծրագիրը դրված է, ունենք Հայաստանում տարբեր մարզերում համերգներ, Երևանում օպերային թատրոնում ունենում ենք ամեն ամիս համերգ, մենք մենահամերգ ենք ունենում, բայց դեռ այս պահին հստակ դրված չի արտերկրում, բայց հուսանք դրությամբ չունենք, բայց մարզերում ապրիլի 5-ին Վանաձորում եւ մայիսի 16-ին Գյումրիում կունենանք եւս մենահամերգներ։ Խումբը քանի հոգուց է բաղկացած։ 50-ից ավել 50 մենակ պարողները թե նվագախումբը մեծ է, բայց ունենք աշխատակազմ, ովքեր իրենց աշխատանքը մնում է ետնաբեմում, շատ կարևոր են էլի նրանք մեզ համար իսկապես։ Եվ ինչ նորարարական լուծումներ հիմա կան համերգներում, որովհետև ժամանակը առաջ է գնում եւ միայն պարը մեկ-մեկ մի քիչ է լինում եւ նոր լուծումներ են մարդիկ մտածում։ Ինչ նորություններ կան բեմադրությունների մեջ, որոնք հիմա մեզ կուզեք պատմել։ Փորձում ենք պահպանել մեր եղածը, մեր լեգենդներից եկած այդ ամենը, բայց պահելով հինը ստեղծում ենք նորը։ Նայում ենք առաջ, քայլում ենք առաջ ժամանակի հետ։ Պարի պետականը պահելով իր ոճը, նաև քայլում է դեպի ժամանակի հետ։ Իսկ դուք պարային կամ պարի մասին ֆիլմեր նայում եք, թե արդեն այն ամեն ինչը, որ ձեր առօրյան է եւ երևի թե 12 ժամը, այո, ինքն իրենով ֆիլմ է։ Այո, երբ որ ժամանակ ունենում ենք, այո, բայց այնքան խիտ է մեր գրաֆիկը, որ մեկ-մեկ լինում է ժամանակ, որ չենք հասցնում, այո, այդ։ Ու հենց Պարի հետ կապված ֆիլմերում շատ անգամ ցուցադրվում է այն ինչ որ կատարվում է կուլիսներում, հա, այսինքն որ ամեն ինչ այդքան էլ բարի չի եւ մեկ-մեկ այդպես է իրականում, թե դրանք ուղղակի ֆիլմերն են։ Ամեն դեպքում ինքը կուլիսներում շատ կաներ կարող կատարվի, որովհետև այդ 3 րոպեում հասնել օրինակ համար հենց փոխվել է, որ չես կարող նույնիսկ հիշել քո համազգեստը որտեղ է գտնվում, ինչ-որ տենց խառը իրավիճակներ հնարավոր է նաև լինի։ Մարդկային վերաբերմունքի մասին է խոսքը, թե մրցակցություն ամեն դեպքում ամեն տեղ կա, բայց անսամբլային աշխատանք կան։ Այո, հասկանում ենք մեկս մյուսին, փորձում ենք ընկալել դիմացինի միտքը, հասկանալ, օգնել, ինչու՞ չէ նաև։ Իսկ հուզմունքը բեմ բարձրանալուց առաջ ոնց է հաղթահարում։ Յուրաքանչյուրը իր տարբերակը ունի, չէ՞։ Կամ հուզմունք դեռ կա, թե ինչքան գնում է արդեն ավելի։ Իսկ հաղթահարում ենք, թե ոչ։ Այդտեղից սկսենք։ Ունենում ենք հուզմունք, բայց բեմում ամցնում է ամեն բան, երբ որ մտնում ես այդ աշխարհ, արդեն հանդիսատեսի ծափերից քո հուզմունքը լրիվ արդեն անցնում է քո մեջից։ Մեր երաժշտությունը երբ որ սկսվում է, մեր նվագախումբը երաժշտական կազմը, ուղղակի հիանալի վարպետներ ունենք, երբ որ սկսում է դու հոլի այդ ձայնը, որ լսում ենք, իսկապես հուզվում ենք բեմում կանգնած արդեն մեր անձնակազմը։ Անսամբլում գերակշռում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, թե տղամարդիկ։ Հավասար։ Քանից հավասար 15, 16 տղա, 16 Չէ ուզում, ինչ է հարցը տալիս, մի գինին մեր կողմից, մնացածը 15 տղաների կողմից արդեն կբացեք մարտիության տոներին եւ կշնորհավորեք միմյանց, ուզում եմ նվիրել ձեզ Իջևանի Սափոր Ռոզե գինին, որը հաստատ հրաշալի տրամադրություն կստեղծի տոնական, խնդրեմ։ Եվ ուզում եմ, քանի որ պարողները ոչ միայն փայլում են բեմում, համոզված եմ նաեւ խոհանոցում, Տրամոնտինա բրազիլական բրենդը ներկայանում է Հայաստանում որպես խոհանոցային պարագաների հիանալի բրենդ, հա, եւ ուզում եմ ձեզ նվիրել խոհանոցային այս պարագան, կարծում եմ ինչ որ չափով կթեթևացնի ձեր հոգսը խոհանոցում։ Եվ քանի որ վաղը մարտի 8 է,
Մենք ունենք բացիկներ, արև բացիկները, որտեղ ներառված են հայտնի երկերից ֆրազներ եւ հատուկ մարտիութի համար թողարկված բացիկներ։ Ձեզ ուզում եմ նվիրել այս երգը, որը ամենա, չգիտեմ, վերջին շրջան պոպուլարն է, Մարդիութ։ Խնդրեմ, այս բացիկը ձեզ եւ իսկ ձեզ նվիրեմ բացիկ, որը նվիրեք ձեր մայրիկին, որտեղ այստեղ ներառված են Քրիստինե Պեպելյանի երգից «Քո սիրո համար իմ մայրիկ, բարի ողջ աստղերը քիչ են էլի»։ Այս բացիկը ձեզ նվիրեք ձեզ հարազատ։ Մենք նույնպես ունենք ձեզ նվերներ։ Ինչ լավ է։ Քանի որ մարտի 10-ին նորից նշեմ, որ կայանա Պարիպետական անսամբլի համերգը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մենք մեծ սիրով ձեզ հրավիրում ենք նաեւ մեր համերգին։ Շնորհակալություն։ Ու նաև մի փոքր շոկոլադ ձեր օրը քաղցրացնելու համար ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի կողմից եւ մի բան կուզեմ նշել, ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր ամբողջ անձնակազմի կողմից, պարողների, երաժշտական կազմի կողմից, մեր տնօրեն Արմեն Սարգսյանին, գլխավոր բալետմայստեր Գագիկ Կարապետյանին, փորձավար Արմեն Գրիգորյանին եւ երաժշտական կազմի ղեկավար Հայկ Գրիգորյանին։ Իսկապես մեծ աշխատանք են կատարում, որպեսզի Պարիպետականը փայլի ուղակի բեմում։ Հիանալի։ Ձեզ մարտի 10-ին մաղթում ենք անմոռանալի երեկո։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն ու Կլինի կարճատև դադար հիմա մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Ես մեկ անգամ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մշտապես առաջին ծրագրի հետ, որպեսզի իմանաք շատ կարևոր նորություններ եւ իհարկե խոհանոցը, որը մատուցում է օրվա բաղադրատոմսը։ Սիրելիներս, այս գեղեցիկ զրույցից հետո ես եւս մեկ անգամ ուզում եմ մեր Պարիպետականի երեխաներին, պարողներին, պարուհիներին, ամբողջ ազնագազմին հաջողություն մաղթել, ձեզ էլ խրախուսում եմ, որպեսզի գնաք եւ վայելեք այդ հրաշալի համերգը, այդ գեղեցկությունը, մերը հայկականը։ Եվ այսպես անցնենք առաջ։ Այսօր պատրաստում ենք ռուլետ։ Ռուլետի համար մեզ պետք էր ուրեմն ֆարշ պատրաստել, որը պատրաստեցինք հավի աղացած մսից, այնտեղ ես ավելացրեցի հյութը քամած սոխ, աղացած սոխ էր, որի հյութը քամեցինք, համեմունքներ ավելացրեցինք նաև հավկիտ եւ իհարկե ուզում եմ մեկ կարևոր կետ նշել։ Սիրելիներս, եթե կտեսնեք ֆարշը մի փոքր ջրալի է ստացվել, այս խճողակը, կարող եք այնտեղ ավելացնել հացի խմոր, ինչպես մենք սովորաբար օրինակ կոտլետ պատրաստելիս անում ենք, կամ սպիտակաձավար, որը ավելի նրբացնում, փափկացնում է խճողակը եւ ավելի կպչուն է դարձնում։ Ես իմիջիայլոց մի փոքր ավելացրել եմ, որովհետեւ խառնելիս հասկացա, որ այն մի փոքր պետք է ավելի պինդ լինի եւ ես ավելացրել եմ այնտեղ արդեն սպիտակաձավար եւ մի փոքր էլ կավելացնեմ, որպեսզի ավելի տեսանելի ու հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը։ Ահա, ավելացնում եմ սպիտակաձավարը, այն ավելի հավաքում է, այսպես ասած, ամբողջական է դարձնում զանգվածը եւ ավելի հեշտ կլինի նրա հետ աշխատել։ Եվ իմիջիայլոց շատ փափուկ, ավելի նուրբ է դարձնում յուրաքանչյուր խճողակ։ Ահա, եւ այստեղ ունենք արդեն պատրաստի մեր քերիչով անցկացված պանիրը եւ իհարկե սունկը, որը մեր գործընկերն է առաջարկում, մարինացված տարբերակը, իմիջիայլոց տեսնում եք ինչ կատարվում է խոհանոցում, մեր գործընկերներն են առաջարկում, ես աշխատում եմ բոլոր այն մթերքներից, որը մենք ունենք խոհանոցում, անպայման օգտագործել։ Այս պարագայում պանիրը Էլոլա ապրանքանիշի պանիրն է եւ իհարկե սունկը Իջևանի գործարանի այս մարինացված տարբերակը։ Այստեղ ես պետք է օգտագործեմ մի փոքր աղ խճողակը համեմելու համար, շատ քիչ աղ, նորից նույն համեմունքները սև եւ կարմիր պղպեղ։ Նախաճաշեցիր Սուրճ ջան։ Պրոցեսի մեջ, ընթացքի մեջ։ Քեզ անուշ լինի եւ մեր հերոստատողին եւս մեկ անգամ 1000 անգամ նշենք, որ նախաճաշեք, անպայման նախաճաշեք։ Ես նշեմ, որ այս ամեն ինչ որ այսօր Ադրինեն պատրաստում է, նաև հիմա այստեղ օգտագործված է, հա, մարինացված սունկը, իսկ այս ամենը ներկայացում է Իջևանի դինոգործանի կողմից ներկայացվող պահածոների լայն տեսականու մեջ, որտեղ ոչ միայն կա այս սունկը, այլև շատ հետաքրքիր տեսականի կա, այնպես որ այո, շատ մեծ տեսական։ Այո, եւ շատ արագ սնվելու համար կարող եք իհարկե դիմել հենց այս մեթոդին եւ այնտեղ նաև կգտնեք համեղ կոմպոտներ, որոնք
ավելի տնական համն ունեն, հա, մեր մայրիկների պատրաստած կոմպոտների համը։ Հաստատ։ Չմոռանանք նաև էլոլայի մասին, իմ առավոտվա նախաճաշը բաղկացած է էլոլայի թթվասերից եւ կաթնաշորից, ինչը խորհուրդ եմ տալիս նաև բոլոր նրանց, ովքեր մարզվում են, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ պրոտեինների, սպիտակուցների մեծ պաշար առավոտյան օրգանիզմը պետք է ստանա, որպեսզի արդեն մարզումները լինեն ավելի արդյունավետ։ Պանիրների տեսականի, կաթնամթերքի ոչ միայն Հայաստանում կարող եք ձեռք բերել, նաև Միացյալ Նահանգներում ապրող մեր հայրենակիցներն ունեն հնարավորություն այնտեղի հայկական խանութներից ձեռք բերելու այս ամբողջ տեսականին։ Չմոռանանք արևի մասին, Ադրինե, որովհետև դու գիտես, թե ինչքան կարևոր է արևը կենսարար ուժ ունի բոլորիս համար, իսկ արևից ստանալ էներգիա այս հարցում օգնում է Solar Center ընկերությունը, տեղադրելով արևային համակարգեր, տալով հնարավորություն, որպեսզի արևը ոչ միայն ջերմացնի, նաև ապահովի մեր ընտանիքներում լույսը։ Սա նույնպես կարևոր է 8106 զանգահարեք եւ մինչեւ հաղորդման ավարտը կստանաք 5% հավելյալ զեղչ։ Դե տրամոնտինան էլ միշտ էլ օգնության է հասնում կանանց խոհանոցում, որովհետև առաջարկում են խոհանոցային պարագաների այնպիսի տեսականի, որոնք պատրաստված են հատուկ նյութերից, պատված են, որոնց վրա չեն հավաքվում բակտերիաները, հա, եւ իհարկե շատ դյուրին է օգտագործել խոհանոցում, եւ սիրողական եւ պրոֆեսիոնալ ռեստորանային խոհանոցում նույնպես շատ կարեւոր է։ Ես այ խոսքերիդ ներքևում կնիկ եմ դնում եւ հաստատում եմ, որ դա այդպես է, սիրելիներս, այն ինչը որ ինձ է տրամադրվել այստեղ խոհանոցում Տրամոնտինայի կողմից եւ ընդհանրապես մեր գործընկերների կողմից արտակարգ լավ ապրանքներ են եւ շատ գործածական եւ շատ այսպես կարևոր, այո։ Եվ այսպես անցանք առաջ, այո։ Հիմա խճողակը մենք լցնենք մեր այս փայլաթի թեղի վրա։ Այսպես համարյա կարող եմ ասել մեր մամաները, տատիկները, քույրիկները, բոլորը երևի կասեն, հա, մեր քյուֆտայի տարբերակը։ Եթե հիշում ես, քյուֆտա էինք պատրաստում, ներսը որևիցե բան ենք տեղադրում, միջուկ, սովորաբար մենք սիրում ենք հավկիթով տարբերակը, որ հավկիթ ենք տեղադրում քյուֆտայի մեջ եւ այդպես կտրատում ենք, վայելում ենք։ Այ համարյա նույն տարբերակն է, պարզապես այս հավի խճողակով եւ իհարկե այս միջուկով, սնկային, պանրային միջուկ Քյուֆտա մի օր երևի թե կպատրաստենք նաև։ Մեծ սիրով իհարկե։ Քավառի քյուֆտա, ինչպես ծեծած։ Իդեպ ուզում եմ ողջունել մեր շատ սիրելի ընկերոջը Նուրին։ Ես էլ եմ ողջունում, որովհետև երեք, հիշում եք, մենք մի անգամ եթերում նաև խոսեցինք իր ավանդական ու համեղ պատրաստող բորշի մասին եւ երեք երեկոյան հենց այդ արարողությունն էր կատարում, այո, Նուրը հրավիրեց բորշը ճաշակելու, այնպես որ Նուր ջան, քեզ ողջուններ, բարի լույս, ուզում եմ եթերից էլ նշել, որ շատ համեղ էր այն բորշը, որը պատրաստել էր, իդեպ հատուկ ինչ-որ, այո, սիստեմով էր պատրաստում եւ այնպես որ ինչ-որ հետաքրքիր համ ունի։ Մեկ անգամ այսպես շատ թռուցիկ արագ խոսեցինք, Նուրը ասաց, որ այն պատրաստում է մի քանի օր, շատ երկու կարծես օր միայն միսն է դնում եփվելու, հետո արդեն միս արարողությունը։ Ինչ-որ հետաքրքիր համեմունքներ կարեն, թե գաղտնիքը չի բացահայտում Նուրը, դա իրեն միայն պատրաստմանն է հատուկ, փորձենք մի օր նաև եթերից դա պատրաստել Նուրի հետ միասին այստեղ։ Նա մեզ խոսք է տվել, ես իրեն խնդրեցի, որպեսզի մի օր մեզ մոտ, այսինքն խոհանոցում ինձ մոտ հյուր լինի եւ նա չմերժեց։ Ադրինե, քանի որ մնացել է մի քանի վայրկյան, որպեսզի արդեն դադար լինի, խնդրում եմ։ Վայրկյանները կօգտագործեմ, շատ արագ միջուկը լցնում ենք, սիրելիներս, եթե հանկարծ զգաք միջուկը մի փոքր շատ է, ինչպես իմ պարագայում, ահա, կարող ենք այն իհարկե անշուշտ, բայց պետք է իհարկե կարողանանք տեղավորել այն եւ ծածկում ենք այսպես, ահա, նույն այն ռուլետի պես, որը մենք քյուֆտայով ենք պատրաստում եւ իհարկե տեղափոխում ենք ջեռոց, շատ ավելի ուշ երբ կեփվի, երեսին էլի պանիր կլցնեմ, էլի ջեռոցում կհալվի այն, այսքանը երևի։ Դե այսքանը, քանի որ արդեն ամեն ինչ ասվեց, այս պահին դադար կլինի մեր եթերում, բայց մինչ դադարը եւս մեկ անգամ հիշեցնենք բաղադրությունը։ Այո, անպայման հիշեցնենք, մենք պատրաստեցինք ֆարշ, որը բաղկացած էր հավի աղացած մսից, սոխից, հավկիթից, համեմունքներից եւ այնտեղ մի փոքր ես սպիտակաձավար եմ ավելացրել, իսկ միջուկը, պանիրը եւ սունկ։ Սունկը եթե թարմ վիճակում օգտագործեք, ապա պետք է տապակել այն, հետո օգտագործել, ցանկության դեպքում կարելի է սոխ եւ սխտոր էլ ավելացնել։ Ես այսօր դա չեմ արել, բայց շատ համեղ տարբերակ է էլի։
Ու վերջում վրան էլի պանիր ենք լցնելու, թողնենք որ հալ չի։ Իսկ այս ավելացած տարբերակը։ Ավելացած տարբերակը ուրիշ բանի մեջ կօգտագործենք հաստատ, ոչ մի բան, ոչ մի կաթիլ թշնամուն, այո, ոչ մի։ Դե այս պայն էլ դադար մեր եթերում, հետո արդեն վերադառնանք ու շարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Բարի լույս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիրը եւ հիմա խոսելու ենք առողջ ապրելակերպի մասին։ Շատ կարևոր թեմա, որը մենք յուրաքանչյուր առավոտ բարձրացնում ենք, որովհետև սա շատ կարևոր է։ Պետք է միշտ մարզվել, ունենալ առողջ տեսք եւ գեղեցիկ մարզավիճակ։ Այս բոլոր հարցերում եւ բոլոր այս հարցերի պատասխանները գտեք Hill սպորտային համալիրում, որտեղ միշտ պրոֆեսիոնալ մարզիչները, մասնագետները պատրաստ են ձեզ ուղղորդել ձեզ հատուկ մարզաձևին կամ խնամքի տարբերակին։ Բարի լույս, առավոտը Hills-ի շրջանակներում ես նորից Hills սպորտային համալիրում եմ։ Body Combat, այսպես է կոչվում այն խմբակային մարզաձևը, որին այսօր կմասնակցեմ ես։ Մարզաձևն իր մեջ ներառում է կարդիոյի մի ամբողջ խումբ։ Դե, եթե պատրաստ եք, գնանք միասին։ Ինչ է Body Combat-ը։ Body Combat-ը արևելյան մարտարվեստից ոգեշնչված կարդիո ծրագիր է, որի ընթացքում կարող ենք այրել մինչև 600 կալորիա։ Body Combat-ը նպաստում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր ուժի զարգացմանը։ Այն բարելավում է տոկունությունը, արագությունը, ճկունությունը և նաև ինքնավստահությունը, ինչպես նաև նվազեցնում է ստրեսը, դարձնելով մարզումը առավելագույնս դինամիկ և էներգետիկ։ Մարտարվեստին փորձ ունենալը պարտադիր պայման չէ։ Body Combat-ի շարժումները հեշտ են յուրացման համար, իսկ վարժությունները կառուցված են այնպես, որ մարզվողը կարողանա աշխատել իր անհատական ինտենսիվությամբ։ Մարզման ընթացքում ոչ միայն այրվում են կալորիաները, այլև տոնուսավորվում են ձեռքերի, ոտքերի, որովայնի մկանները։ Անկյունային Next elbow! 5, 4, 3, 2, 1, elbow! Side, side. For fast, choice. 1, 2, 8. Body Combat-ը հարմար է եւ ուժային մարզումներից առաջ եւ հետո, որովհետեւ այն կարդիո մարզումների մի ամբողջ խումբ է։ Դե ինչ, ընտրեք ձեզ համապատասխան մարզաձևը հենց այստեղ Hill սպորտային համալիրում եւ կարգի բերեք ձեր առողջությունը եւ մարզական վիճակը։ Այո, պիտի նշեմ, որ բավականին հետաքրքիր խմբակային մարզաձև է։ Մոտիվացրիր։ Այո, եւ ասեմ, որ շատ օգնում է սա քաշը գցելու հետ կապված, եթե կան խնդիրներ, որովհետեւ ամբողջ ընթացքում մենք այստեղ ներկայացրեցինք փոքրիկ հատված, բայց մարզումը տևում է 1 ժամ եւ ավել, եւ ասեմ ամբողջ ընթացքում դու ամբողջությամբ, հա, կարողանում ես այրել ավելորդ ճարպը քո օրգանիզմի եւ իհարկե այնպես է կառուցված այս մարզաձևը, որ կարողանում է տալ այդ հնարավորությունը միանգամից քաշը գցելուն, որտեղ այնտեղից դուրս ես գալիս այդ տրամադրությամբ։ Քայլեր գարունը նոր սկսվում է եւ արևային եղանակները արդեն սկսել են այցելել մեզ եւ հուրախություն բոլորիս ջերմաստիճանը գնալով յուրաքանչյուր հաջորդ օրը մինչեւ 2-ից 3 աստիճան արդեն բարձրանալու է, բայց մինչ այս կարծում եմ բոլորս շատ նստակյաց կյանքով ենք ապրում եւ սա լավագույն տարբերակն է, որպեսզի մեր ակտիվությունը օրգանիզմի հետ բերենք եւ պատրաստվենք արևոտ օրերին։ Պատրաստ ենք արևոտ օրերին, որովհետեւ առջևում շատ ջերմ օրեր են, ինչպես արդեն կանխատեսել
տեսվում է, հա, եւ մինչեւ շաբաթվա վերջ, մինչեւ +18 է բարձրանալու ջերմաստիճանը, սա տալիս է հնարավորություն նոր մտքերի ստեղծագործելու, արարելու եւ ստեղծելու։ Առավել եւս եթե այդ ստեղծածի մեջ կա հայկական ուժը, հայեցի մոտեցումը եւ այդ նուրբ գծերը, որոնք միշտ հատուկ են միայն հայկական մտածելակերպին։ Այո, ես հայկական եմ, էջն է հիմա լինելու մեր եթերում, շատ հետաքրքիր բրենդ ենք բացահայտել մեզ համար, որը ամբողջությամբ ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունում, հայկական են թե ստեղծողները, թե միտքը, ամեն ինչ շատ մեր մասին է, շատ ազգային է եւ շատ հետաքրքիր պատմություն եւ նախապատմություն ունի։ Այս ամենի մասին շատ հետաքրքիր տեսանյութ ենք պատրաստել, որ առաջարկում ենք դիտել հենց հիմա։ Չախոյանց բրենդը հիմնադրվեց 2005 թվականին, բրենդի արմատները սկիզբ են առնում 1997 թվականից։ Հիմնադիրը Սերգո Չախոյանն է, աշխարհի չեմպիոն Սերգո Չախոյանը, ծանրամարտիկ, ով 94 թվականին դառնում է աշխարհի չեմպիոն Թուրքիայում, բարձրացնում Հայաստանի եռագույնը, որից հետո Ավստրալիայից հրավեր է ստանում, որ գնա մասնակցի Ավստրալիայի կողմից որպես ծանոթ։ 97 թվականին հրավերը ստանում է, ընտանիքով մեկնում է այնտեղ, ընտանիքը պահելու խնդիր է առաջանում։ Մի հայ վարպետ իրան առաջարկում է, որ ոնց որ սովորես ոսկերչություն, մինչև կլուծվի քո քաղաքացիության հարցը, դու կպահես քո ընտանիքը, որովհետեւ հացի հոգս կհոգաս։ Մինչև դա 1-2 աշխատանք փորձում, բայց ոնց որ զգում է, որ դա իրանը չի, ոսկերչություն է սովորում։ Ոսկերչություն սովորելուց հետո 2 տարի, մինչև 97 թվականը, երբ որ քաղաքացիությունը ստանում է, ընտանիքի ամբողջ կազմով են ստանում քաղաքացիությունը, արդեն այդ խնդիրը լուծվում է, բայց ինքը համարում է, որ Ավստրալիայում երեխա չպետք է մեծացնի, որպես հայ, ինքը այնտեղ չի կարա դաստիարակի, որովհետև ոչ թե իր անձի հետ է կապված, այլ ընդհանուր միջավայրը շատ ոչ հայանպաստ է։ Ընտանիքով վերադառնում է Հայաստան 99 թվականին ու 2005-ին, երբ որ արդեն սպորտից դուրս է գալիս, հիմա արդեն բավականին ընդլայնվել է իհարկե արտադրությունը, բայց սկիզբը առել 2005 թվականից։ Մենք արտադրում ենք լյուքս դասի իրեր եւ ինչով ենք նաեւ առանձնանում հայկական շուկայում, մեզ մոտ բավականին մեծ է տեսականին տղամարդկանց համար, օրինակ դանակները, թազբեհները, շշերը, կոնյակի, միևնույն ժամանակ այն տուրիստները, ովքեր ցանկանում են Հայաստանից հայկական ինչ-որ բան տանել, նույնպես կարող են մոտենալ խանութ սրա եւ ընտրել հայկականություն ունեցող որևէ ապրանքատեսակ։ Արտադրում ենք աստվածաշնչեր եւ նարեկներ, որոնք բավականին հաճախ նվիրում են մեծ առիթների ժամանակ հայկականությունը խրախուսելու։ 2005 թվականից հետո արդեն մեծանալով արտադրությունը բազմազան ուղղվածություններ է ունենում։ Ուղղվածություններից մեկը լինում է փայտի արտադրություն, ուղղվածությունից մեկը լինում է մետաղական կայքի, դռների, դարպասների, ճաղավանդակների արտադրություն ու ոսկերչական արտադրություն։ Ոսկերչականը ուղղվում է, կատարելագործվում է, հասնում է մինչև թանկարժեք հուշանվերների վաճառք։ Հայաստանում որպես այդպիսին տարբերվող ճյուղ հուշանվերներ շատ կան, բայց որ լինի մի ընկերություն, ում ուղղվածությունը քրիստոնեականն է, ում ուղղվածությունը հայկականը քարոզելն է, հայկականը առաջ տանելն է, ու մեր ուղղվածության սկիզբը հենց հայկականությունը լինելով, քրիստոնեականը լինելով, հայը որպես քրիստոնյա, եթե հայ ուրեմն քրիստոնյա, եթե հայ ուրեմն սկզբունքներ, այս արժեքը որդեգրելով մենք հիմնեցինք Չախոյանց Gallery-ին 2023 թվականին ու սկսեցինք գործունեությունը ծավալել ոչ միայն արտադրական process-ում, ոչ միայն արտադրություն կազմակերպել, այլ նաև վաճառել մենք մեր արտադրանքը։ Ունենք Փառք Աստծուն, ունենք արդյունքներ, որը ոգևորող է ու խորհուրդ եմ տալիս բոլոր հայ արտադրողներին ուղղակի միշտ առաջ։ Դժվար է, ինչ խոսք, մեր Հայաստանում փոքր է շուկա ասվածը ու այդտեղ զարգանալ ու մրցակցությունը շատ մեծ, ավելի շատ ոչ թե ռեսուրս ու գումար է պահանջում, երևի ավելի շատ կամք է պահանջում։ Մեր արտադրությունը հուշանվերներ են, ուղղված քրիստոնեական ուղղությամբ հիմնականում, աստվածաշնչեր, նարեկացիներ, դա գրքերի մասով։ Ունենք սրբապատկերներ, նաև նարդիներ, շախմատներ, դանակներ ու այդ ամեն ինչում
զարկ ենք տվել հայկականությանը հնարավորության սահմաններում, օրինակ դանակը ինքը որ ոչ մի հայկական ուղղվածություն չունի, բայց մենք դանակին կոթին ավելացրել ենք մեր հայկական այբուբենը, այս շփատառ այբուբենը, դրանով ինչ-որ ձև շունչ տալ, որ սա հայկական է։ Տիգրան Մեծի հուշամեդալ կոպեկն ենք ավելացրել, դրանով շունչ տալով, որ սա հայկական է։ Ու այս տարբերակով նաև սեպագրերն ենք ավելացրել, ոչ միայն դանակների վրա, ինչ որ ասում եմ վերաբերում է ցանկացած պրոդուկտի, թևնոցներ, խաչեր կլինեն, հուշամեդալներ այլ կլինեն, շշեր ունենք։ Շշերը ինքը բավականին խորհրդավոր է, ինչ առումով հայկական կոնյակ ամբողջ աշխարհը գիտի հայկական կոնյակի մասին, խորհրդավորությունը ինչու՞մ է, եթե հայկական կոնյակ, ուրեմն ոչ սովորական շիշ, մի շիշ, որը մինչև կոնյակը համտեսել եք խոսա կոնյակի էության մասին, կոնյակի բարձր ու թանկ լինելու մասին, սրահում ցուցադրված ունենք։ Հիմնականում կոնյակ իհարկե ցանկացած շիշ կարա լինի, բայց մենք նախընտրել ենք սկզբնական նմուշը լինի ինքը կոնյակի տարբերակը։ Արտադրության մեջ հիմնական մետաղները, որոնք օգտագործում ենք, դա նոր արծաթն է, պողպատը, տիտանը, ոսկերչական ալոյը եւ նաեւ մեր արտադրության մեջ մետաղից զատ օգտագործում ենք նաև ընկույզի արմատ, որը բավականին արժեքավոր է, օրինակ ունենք Աստվածաշունչ, որը պատրաստված է ընկույզի արմատից եւ մեր նարդիների եւ շախմատների հիմնական մասը պատրաստում ենք ընկույզի արմատից, նաև կցանկանայի նշել, որ ձգտում ենք աշխատել այնպիսի մետաղներով, որոնք այդքան շատ չեն շուկայում, այսինքն իրենց հետ աշխատելը բավականին դժվար է, դրանցից են օրինակ պողպատից զարդեր ունենք, որ ոչ բոլորն են կարողանում պողպատից զարդեր պատրաստել եւ միևնույն ժամանակ այս պահին շուկայում որպես նորույթ դա տիտանն է, որը բավականին կարծր մետաղ է, ինքը ամուր է, բայց շատ թեթև եւ շատ ենք օգտագործում մեր արտադրության մեջ տիտան, ունենք նաեւ տիտանը թազբեհների տեսականի, միևնույն ժամանակ նաեւ ունենք ոսկերչական իրեր, այսինքն ոսկուց պատրաստված թազբեհներ, խաչեր եւ ոսկուց պատրաստված այլ զարդեր։ Մոդելները մշակվում են մեր դիզայներների օգնությամբ եւ բոլորը սեփական են, այսինքն ինչպես նշվեց, հանդես են գալի հայկական շուկայում որպես բրենդ եւ փորձում ենք զարգացնել մեր բրենդը եւ բրենդի հիմնական նպատակը այն է, որ յուրաքանչյուր բրենդ ներկայացնում է իր դիզայնը եւ իր տեսականին, անմիտ կլինի շուկայից որոշակի արտադրանք վերցնել եւ ադապտացնել։ Ունենք հստակ նպատակներ ու հստակ սկզբունքներ, դրանցից մեկն է հաճախորդի հետ լինել մաքսիմալ արդար, հաճախորդի հետ լինել մաքսիմալ անկեղծ, որովհետև երբ որ մենք ներկայացնում ենք մեր տեսականին, մենք ասում ենք սա մերն է եւ մեր մշակածն է, որոնց վրա աշխատում են մեր դիզայներները, անցնում է բավականին երկար մշակման փուլ, այնուհետև փորձարկման փուլ են անցնում ապրանքները, նոր արդեն մատուցվում են հաճախորդին։ Մենք ներկայացնում ենք հստակ արտադրական տեսք ունեցող ապրանք, որը չի փոխվում եւ աշխատում ենք պահել գին որակ այդ հարաբերակցությունը, այսինքն հաճախորդը ինչ տեսել է, դա էլ պետք է ունենա։ Վերջերս նկատել ենք, որ շուկայում բավականին պատճեններ են ի հայտ եկել եւ շատերը պատճենում են արտադրանքը եւ ներկայացնում են որպես իրենց նմուշներ։ Սկզբնական շրջանում մեզ համար էլ մի քիչ խորթեր ինչպես կարող է պատճեներ լինել, հետո հասկացանք, որ եթե բրենդը սիրված է, եթե շուկան պահանջարկը մեծ է եւ արդեն որոշակի դու ճանաչելիություն ունես, անխուսափելի է, այսինքն եթե դու կազմակերպություն ես, որն ունի բրենդավորում եւ որն ունի հստակ նպատակներ, դու պետք է անկեղծ լինես, դու կարող ես սկզբում ներկայանաս ուրիշի ապրանքով, բայց 5 տարի հետո կամ հենց հաջորդ օրը քո հաճախորդը տեսնի, որ դու պատճենել ես, որ դու իրեն խաբել ես, իսկ դա արդեն վստահության շարաշահում է եւ այդպիսի կազմակերպությունը չի կարող որպես բրենդ հանդես գալ։ Մեր խանութը դա Chauhan's Gallery-ն է, որը գտնվում է Խորենացի 33 հասցեում, նաեւ ունենք ցուցասրահ Radisson Blu հյուրանոցում, նաեւ հանդես են գալիս Ամերիկայում, ունենք Ամերիկայում 2 տեղ, որտեղ ներկայացված են մեր ապրանքները եւ մոտակա պլաններում նպատակներ ունենք նաեւ արտահանում անելու Ռուսաստան, միևնույն ժամանակ արտահանումներ ունենք եւ ունեցել ենք Ավստրալիա։ Մեր ապագա պլանները վերաբերվում են ամենաառաջինը Հայաստանում արմատապես կայանալուն, այսինքն մոտ նպատակը դա է։ Հեռու նպատակը, ապագա պլանները միջազգային դառնալն է, ինչի մասին շատ վաղ է խոսալը։ Աստծո հաջողությամբ դառնանք ընկերություն, ում կճանաչեն բոլորը, բայց կիմանան, որ սա հայկականն է։ Ահա,
Իդեպ այս բրենդը շատ հետաքրքիր է նաև եթե օրինակ գնում եք արտերկիր եւ պետք է նվեր տանեք մեր երկրից ինչ որ գեղեցիկ հուշանվեր, մեր երկրի մասին պատմող ինչ որ բան, կարող եք օգտվել եւ տուրիստներն են շատ հետաքրքրված այս բրենդով, այնպես որ եթե զբոսաշրջիկներ կան, որ գալիս են եւ պետք է իրենց լավ տեղ տանեք, ապա կարող եք նկատի ունենալ այս խանութ սրահը։ Իդեպ ուզում եմ նշել, որ բրենդի կողմից ես ունեմ շատ գեղեցիկ նվեր, խաչ, ոսկեգույն եւ բնականաբար հայկական թռչնատառերով, ինչը շատ գեղեցիկ ու հետաքրքիր է եւ յուրահատուկ մոտեցում եւ շատ եմ սիրում, որովհետեւ շատ գեղեցիկ է, այնպես որ նույնպես խորհուրդ եմ տալիս, եթե հետաքրքիր նվերի համար, հա, առավել եւս մարտիության տրամադրության, այնտեղ հաստատ կգտնեք այն գեղեցիկ զարդերը, որոնք կարելի է նվիրել եւ շատ գող կլինի այն մարդու, ում կտակ այդ նվերը։ Այնպես որ գնացեք։ Շատ օրիգինալ տարբերակներ կային, այնպես որ անպայման ծանոթացեք իրենց տեսականուն բացի մեր տեսանյութից նաև Instagram-ում ավելի մանրամասն եւ այցելեք խանութ սրահ, այնտեղ կգտնեք շատ հետաքրքիր նվերներ, թե ինքներդ ձեզ համար եւ թե ձեր հյուրերի համար։ Իսկ արժեվում իհարկե առիթներ շատ կան։ Իսկ հիմա մենք տեղափոխվենք խոհանոց, որտեղ էլի շատ հետաքրքիր ուտեստի մասին կգտնենք հերթական տրամադրություն եւ ինֆորմացիան, Ալդրինե։ Շնորհակալություն սիրելիներս, բարի առավոտ եւս մեկ անգամ, շատ արագ ուզում եմ ներկայացնել շարունակությունը, թե ինչ կլինի։ Սիրելիներս հիմա բերում եմ ես մեր ուտեստը, մեր շատ համեղ ռուլետը, ահա տեսեք որքան գեղեցիկ է արդեն տապակվել, կարմրել, շատ արագ այստեղ ավելացնում եմ երեսին պանիր։ Իհարկե սիրելիներս, սա ցանկության խնդիր է, եթե չեք ցանկանում պանրով տարբերակը, ապա կարող եք չավելացնել այն։ Ահա ես կուզեմ, որ շատ ավելի հագեցնող եւ համեղ լինի, այդ իսկ պատճառով երեսին կավելացնեմ նաեւ պանիր։ Կտեղափոխեմ ջեռոց, ելի մեր գեղեցիկ ռուլետը կշարունակվի եփվել եւ իհարկե այս պահին կլինի դադար ու կշարունակենք, մնացեք մեզ հետ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ։ Եվ այսպես արցախյան բարբառներով բեմադրված թատերական ներկայացում, որը ստեղծվել է Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով, այս տարի առաջին անգամ կխաղան բեմում։ Գիտակցելով այս սպառնալիքը, որ արցախյան ժառանգությունը կարող է վերանալ, դիզակարտը նախաձեռնել է կծեք Արցախի բարբառների հանրահռչակում նախագծով Արապաստի պեն կինի թատերական ներկայացման բեմադրությունը։ Իսկ ես արդյոք ճիշտ կարդացի արցախյան բարբառի հատվածը, թե ոչ, հիմա մեր հյուրերից կպարզենք։ Իսկ մեր հյուրերն են Դիզակ արտի հիմնադիրը Երազիկ Հայրիյանը եւ իհարկե Դիզակ արտ թատերախմբի ղեկավար Սրփի Բալայանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ենք։ Լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ։ Մի քիչ խոսենք հենց Դիզակի մասին, հետո արդեն անցնենք ներկայացման։ Բայց ես ճիշտ կարդացի, թե ոչ։ Հա, արապես Շնորհակալություն, ուրեմն Դիզակարտը ստեղծվել է 20 թվականի պատերազմից հետո, համախոհ ընկերների հետ ստեղծել ենք այս մշակութային կենտրոնը, որպեսզի պահպանենք մեր մշակութային համայնքը, մեր բարբառը, եւ արդեն Դիզակարտը 5-րդ տարին է, որ գործում է, ունի մասնաճյուղ Աբովյանում։ Մենք մշակութային կրթություն ենք տալիս տեղահանված արցախցի երեխաներին բարեգործական հիմունքներով եւ երեխաները մեր մոտ սովորում են ազգային երգ, նկարչություն, թատրոն, ասեղնագործություն, նաեւ ունենք ժողովրդիկների համույթ, մեր բոլոր համերգները կենթանի նվագակցությամբ են ուղեկցվում ու մեր երեխաների շահառուների թիվը 160-ից ավել է, իսկ թատերական ներկայացումը արդեն սա մեր 4-րդ ներկայացումն է, մնացած 3 ներկայացումները տարբեր բեմերում են խաղացել, Սրփուին կպատմի դրանց մասին եւ մենք փորձում ենք մշակութային կյանքը այսպես աշխուժ պահել մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելով։ Թատերախումբը ինչպես է գործում եւ ինչպես եք տեսնում, հա, երեխաներին այնտեղ էնտուզիազմը լի է, շատ են ուզում ու երեխաների հետ մենք արդեն 4 տարի աշխատում ենք, երբ որ մենք առաջին անգամ հանդիպեցինք, երեխաները շատ փոքր էին ու այդպես սկսեցինք բեմադրություններ անել, իրենք շատ լուրջ են վերաբերվում մասնագիտությանը, առաջինը խաղացել ենք Թումանյանի մի քանի ստեղծագործությունների միքսը ու դա դարձրել ենք արցախյան բարբառով ու շատ եւ ծիծաղելի էր միևնույն ժամանակ եւ շատ հետաքրքիր, դրանից հետո խաղացինք Անդերսոնի հեքիաթներից Արքան Մերկե ստեղծագործությունը
ու փորձել ենք այնպես անել, որ բոլոր ժանրերը լինի։ Առաջինը կատակերգություն էր, երկրորդը փոքրիկ քաղաքական ֆարս, եթե կարելի է ժանրը այդպես անվանել, իհարկե երեխաներին դա չի զգուշացվում, բայց կոնցեպտը իրենք հասկանում են։ Հետո խաղացինք դոկումենտալ ներկայացում, որտեղ գրական հիմքը Լեռ Կամսարի երկու ստեղծագործություններն էր, բայց ողջ դոկումենտալ մասը երեխաների պատմություններն էր, իրենք էին գրել, ոչ մի խմբագրում տեղի չէր ունեցել, ուղղակի գրական մասը պահելու համար մշակվել էր ու այդպես խաղացինք Ես շուռ եմ տալիս աշխարհը ներկայացումը, իսկ հիմա խաղում ենք Արապաստի Պենկինին, որը ամբողջապես սիրո մասին է, դե Արապաստի Պենկինի ստեղծագործությունը Արցախում հայտնի է որպես արցախյան սիրո հեքիաթ։ Այսինքն եթե ուզում են Արցախում խոսել սիրո դրսևորումների մասին, դրա վառ արտահայտչամիջոցը հենց Արապաստի Պենկինի ստեղծագործությունն է։ Մեկ հիմա դուք արագ եք ասում, ստացվում է Արապաստի Պենկին ինչ որ հեղինակի անուն։ Բայց եկեք դանդաղ ասենք, Արապաստի Պենկինի, Արաբա սենց բան կլինի։ Հեղինակին էլ նշենք, որ դա Ալեքսանդր Արցախցի, Ալեքսանդր Մանասյանի ստեղծագործությունն է եւ այս ստեղծագործությունը երկու անգամ բեմադրվել է, մեկը Արցախի դրամատիկական թատրոնն է բեմադրել, Տողի արվեստի դպրոցը եւ երրորդը Դիզակարտն է, որ բեմադրել է այս ստեղծագործությունը։ Իսկ թատերախումբը բացառապես արցախահայերից է բաղկացած, թե արդեն կա ինտեգրումներ այստեղ եւ նոր մարդիկ են համալրել, ոնց է ընթացքը։ Իրականում մենակ արցախցի երեխաներն են Դիզակարտում այս պահին սովորում, ճիշտ է, ունենք կողքի բակերից երեխաներ, բայց ոչ թատերախմբում, այլ նկարչական խմբում, երգի դասարանում, բայց թատերախումբը մենակ արցախցի երեխաներից են։ Իսկ ընդհանրապես Դիզակի ինչ բաժիններ կա, կարող ենք նշել ու արդեն ասել ինչ գործունեություն է ծավալվում։ Մենք ունենք երգի դասարան, երգեցողության դասարան ու իդեպ այս վերջերս մեր երեխաները Իտալիայում մրցույթի են գնացել եւ առաջի տեղ հորիզոնական զբաղեցրած վերադարձան։ Ազգային պար, նկարչություն, թատրոն եւ ասեղնագործություն, այս բոլոր խմբակները եւ Երևանում եւ Աբովյանում գործում են, իսկ մեր մասնագետները նույնպես տեղահանված արցախցի մասնագետներ են, բավականին լավ մասնագետներ են, որովհետև հենց մրցույթներում մենք հասկանում ենք, որ մենք լավագույն մասնագետների հետ գործ ունենք եւ բոլոր մրցույթներում առաջնային տեղեր են զբաղեցնում մեր երեխաները։ Իսկ Դիզակը քանի տարեկան է եւ ոնց գաղափարը ստեղծվեց ի սկզբանե ստեղծելու այս մշակութային կենտրոնը։ Քանի որ ես Հադրութում զբաղեցնում էի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարն էի, ես այնտեղ կազմակերպում էի միջազգային սիմպոզիում եւ այդ սիմպոզիումից փրկված կտավներ կային ու պատահական սկզբունքով Մոսկվայում ցուցահանդեսի են եւ այդ կտավները հետ վերադարձան Հայաստան 20 թվականին, հետո 21 թվականի հունվարն էր, երբ վերադարձան ու այդպես որոշեցինք, որ ունենանք պատկերասրահ, որը կլինի հավաքատեղի նաեւ տեղահանված հադրութցիների համար ու այդպես սկսվեց այդ գաղափարը սկզբից որպես մշակութային կենտրոն, հավաքատեղի, հետո արդեն որպես մշակութային կրթություն այսպես ապահովող կառույց։ Նշեցիք մի քանի բաժիններ, որոնք գործում են, հա, Դիզակում։ Ինձ հետաքրքիր է, որ բաժնում են ավելի շատ հետաքրքրությունը երեխաներին։ Բոլոր բաժիններում իրականում հավասար են, որովհետև նախ մեր երգեցողության դասարանը ազգային մեր Արցախի բարբառով ֆոլկլոր երգերն ենք այսպես ուսումնասիրում, սովորացնում։ Բոլոր բաժիններն գրեթե նույն ակտիվությունը ունեն ու երեխան երբ գալիս է Դիզակարտ ընդունվելու, ասենք ծնող ասում եմ բերել եմ երգի դասարան, բայց մի երկու ամիս հետո այդ երեխան գալիս է ասում է ես եւ նկարչություն եմ ուզում եւ թատրոն։ Ոնց է կազմակերպվում դասապրոցեսը, որտեղ գտնեն ձեզ, որտեղ ես կարծում եմ հերոստատորներից, հա, կլինեն ցանկացողներ, ովքեր կուզենան գալ, որտեղ գտնեն, որտեղ է տեղակայված դպրոցը։ Դպրոցը Երևանում Չայկովսկի 34 հասցեում է, Աբովյանում Հանրապետության 3 հասցեում եւ մենք ունենք Facebook-յան էջ, կարող են այնտեղ գտնել մեզ ու մեր դռները բաց են։ Տարիքային որ տարիքից են։ 5-ից մինչև 13 տարեկան։
Ներկայացման մասին արդեն խոսեցինք, որ առաջիկայում սպասվում է, էլ ինչ նորություններ ունեք, որ առաջիկա պլաններում այսպես գծած ունեք եւ պետք է հերթով իրականացնելով գնաք առաջ։ Այս պահին ներկայացման առաջնաղաղի հետ զուգահեռ նոր ներկայացման աշխատանքներ են գնում։ Այս անգամ որոշել ենք ավելի մի քիչ ծանր բեռ վերցնել ու Սոս Սարգսյանի ոտնամաները պիտի բեմադրենք։ Արդեն ընթերցանության փուլում ենք, շուտով պիտի արդեն բեմ բարձրանանք, Չիտկայի փուլը, այսպես ասած, ավարտին ենք հասցրել ու յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կարևոր այն է, որ եթե գրական հիմքը պահում ենք, միևնույն ժամանակ կարևոր ասելիքները կամ այն մասերը, որոնք որ պիտի ներկայացման ուղեկցորդ լինեն Արցախի բարբառով։ Դրա համար յուրաքանչյուր գործ վերցնելուց ինսցենիրովկայի փուլը շատ դժվար է տրվում, որովհետև պիտի մի հատ էլ ադապտացիա անել բարբառին։ Դրա համար այդպես հիմա երուսեր է, բայց սրտատրոպ մարտի 13-ին ենք սպասում, որովհետև այս ներկայացումը շատ դրական լիցքեր փոխանցող ներկայացում է ու մեծ ողջավորությամբ սպասում։ Հիշեցնենք որտեղ է լինելու։ Մալյան թատրոնում մարտի 13-ին ժամը 19:30 սպասում ենք։ Իսկ մեր տոմսերը կարող են ձեռք բերել Event Hub հավելվածով։ Շատ լավ, ես մաղթում եմ Դիզակին երկար տարիների ճանապարհ, շատ սերունդներ, որոնք կկրթվեն այդտեղ, հետո արդեն իրենք կդառնան ուսուցիչներ հենց Դիզակում, դա շատ կարևոր է նաև, եւ շատ ներկայացումներ։ Ես գիտեմ, թե ինչքան դժվար եւ ինչքան հաճելի է երեխաների հետ աշխատելը, այնպես որ մաղթում եմ, որ այդ աշխատանքը միշտ լինի ավելի շատ հաճելի եւ իհարկե տա իր արդյունքները։ Մենք էլ սիրով կլուսաբանենք յուրաքանչյուր իրադարձություն Դիզակում։ Շնորհակալություն։ Ուզում ձեզ նվիրել Իջևանի Սափորգինին, Ռոզեն, որպեսզի 13-ի ներկայացումից հետո ուսուցիչներով հավաքվեք եւ նշեք։ Շնորհակալ ենք։ Եվ քանի որ Գեղեցիկ սերը շատ համեղ է պատրաստում, իսկ արցախյան մեր ուտեստները միանշանական, ինչպես պետք է արվեստը պահել, նաև պետք է պահել այդ հրաշալի ուտեստները, մենք միայն գիտենք ժինգյալով հացը, բայց շատ ու շատ համեղ ուտեստներ կան։ Ես խնդրեմ նաև այս մասին էլ ուշադրություն դարձնեք եւ հատուկ մոտեցում ցուցաբերեք, իսկ Տրամոնտինան բրազիլական խոհանոցային բրենդ է, որը ներկայացնում է խոհանոցային պարագաներ, մի փոքրիկ նվեր, որը կարծում եմ կթեթևացնի հոգսը խոհանոցում։ Ուզում ձեզ նաև նվիրել բացիկներ, արև բացիկները, որոնց մեջ ներառված են, հա, սիրելի հետաքրքիր երգերից կամ բանաստեղծներից ֆրազեր, առաջինը ամենահայտնի երևի Մարտիության երգից է Մարդի 8, որը արդեն կարծում հասանել է բոլորի համար այս բացիկները Մարտիությունին, իսկ երկրորդը Շիրազի խոսքերն են, մորը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծերնա մեծեր ու անգին։ Այս բացիկները ձեզ նվիրեք ձեզ համար շատ սիրելի ու հարազատ մարդկանց եւ շնորհավոր ձեզ Մարտիութի կապակցությամբ, քանի որ վաղը արդեն սկսում է տոնը, մենք այսօրվանից մաղթում ենք տոնական տրամադրություն։ Ձեզ էլ ենք շնորհավորում։ Շնորհակալություն։ Եվ ներկայացմանը մեծ հաջողություն մաղթում։ Շնորհակալ եք անչափ։ Դինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո արդեն կամփոփենք այսօրվա առավոտը։ Ես մեկ անգամ բարի առավոտ սիրելիներս, ահա ամփոփում ենք խոհանոցային հատվածը, պատրաստ է մեր ռուլետը, ես հասցրել եմ արդեն մատուցման ամանի մեջ դնել եւ փորձենք մի կտոր կտրել, տեսնել թե ինչպիսի տեսք ունի ընդհանրապես այս ռուլետը, բուրում է շատ անուշ, ես համոզված եմ, որ համեղ է ստացվել նաև, ահա այսպիսի գեղեցիկ տեսք ունի, պանիրը արդեն թափվում է, ինչը որ հենց շատ կարևոր կետ էր, հենց այդպես էլ պետք է լիներ։ Եվ ես կողքին կուզեմ ավելացնել Իջևանի գինու գործարանի այս համեղ պահածոն Իման Բայալդի, կողքին որևիցե խավարդ կամ որևիցե տապակված բանջարեղեն շատ տեղին եւ շատ համեղ կդարձնի ավելի այս ուտեստը, այնպես որ խորհուրդ եմ տալիս, դուք էլ այս տարբերակը անպայման պատրաստեք եւ ճաշակեք։ Ահա այսօր այսքան էր սիրելիներս, եւս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ, նախատոնական շնորհավորանքներ բոլոր գեղեցիկ սերի ներկայացուցիչներին, թե Հայաստանում բնակվող եւ թե Հայաստանից դուրս բնակվող մեր սիրելի հայրենակիցներին եւ հարազատներին։ Լավ եղեք, միշտ գեղեցիկ, երջանիկ եւ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալություն Ադրինե, շատ համեղ է, որովհետև հոտը արդեն իսկ տարածվել է մեր տաղավարում, քիչ հետո իհարկե կփորձենք, վայելենք միասին, ավելացնենք այս ամենին բնականաբար նաև Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող կոմպոտները եւ իհարկե հրաշալի առավոտ արդեն իսկ պատրաստ է մեզ համար։ Իսկ երեկոն ավարտեք գինիների ուղեկցությամբ, որովհետև այսօր ուրբաթ է, իսկ ուրբաթ երեկոն ընկերների հետ եւ ընտանիքում ավարտելու համար հիանալի են նաև գինիները։
Օй, ես մոռացել եմ, որ այսօր ուրբաթը հաշալի է։ Ես զարմանում չա, Սոնա զարմացածն եմ, մտած կողմ սխալ եմ ասում, ուրբաթ չի։ Եվ իհարկե գինու հետ չմոռանաք պանիրների մասին, իսկ պանիրների շքեղ տեսականի, ինչպես նաև անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Զգացեք ոչ միայն արևի ջերմությունը դրսում, նաև ձեր տանը արևի լույսը, սա շատ կարևոր է Solar Center-ը կապահովի էներգիան արևի շնորհիվ ապահովելով նաև արևային համակարգեր։ Այս ամենի համար պարզապես պետք է զանգարել 8106 կարճ եւ հիշվող համար եւ ձեր բոլոր հարցերի պատասխանները ստանալ միանգամից։ Եվ եթե զանգահարեք հենց այսօր, վերջին հնարավորությունը կլինի ընդգրկվելու մարտի 8-յան խաղարկությանը, որովհետեւ վաղը կլինի ամփոփումը եւ կորոշվի, թե ովքեր կգնան Մալդիվներ։ 2 անց։ Եվ իհարկե չենք մոռանում Tramontina բրենդի մասին, որը բրազիլական բրենդ է, վաղուց մեծ սպառում ունի ամբողջ աշխարհում իր որակի համար, խոհանոցային պարագաները շատ հարմարավետ եւ համեղ են դարձնում ուտեստը, այնպես որ կարող եք այցելել լավագույն սուպերմարկետներ, ծանոթանալ տեսականուն եւ անպայման ձեռք բերել։ Եվ իհարկե մնալ մեր եթերի ընթացքում մեզ հետ, որովհետև մենք առաջարկում ենք լավագույնը, իսկ լավագույն խոսքերը հնչեցնելու համար, քանի որ վաղն իսկ մարտի 8-ն է եւ համոզված եմ, որ արդեն նվերները պատրաստ են, ծաղիկների մասին եք մտածել, իսկ կարևոր բառերը հնչեցնելու համար արև բացիկների մարտի 8-յան տարբերակը արդեն իսկ հասանելի է։ Ներառված են Մարտի 8 երգը եւ իհարկե Քրիստիան Պեպելյանի երգը նույնպես մայրիկներին շնորհավորելու համար, իսկ Շիրազի խոսքերը ամենատեղին են։ Այս բոլոր բացիկները հարցրեք Kaiser սուպերմարկետում եւ նաեւ Երևանի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում։ Եվ իհարկե ձեր լավագույն առիթները վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Քանի որ մարտի 8-յան շրջանը գեղեցկության եւ մայրության ու կանաց տոնն է, նաեւ չմոռանանք գեղեցկություն բառը, տղամարդիկ նույնպես պիտի լինեն գեղեցիկ, որպեսզի գեղեցիկներին կարողանան շոյել եւ նվերներ տալ։ Եվ ես առաջարկում եմ այդ գեղեցկությունը ձեռք բերել հենց Beauty by Ջուլհակյանում, որտեղ բարձրակարգ բարբերները կապահովեն ձեր բարբեր գեղեցկությունը։ Հարութին Ջուլհակյան, ողջուներս եւ Նարեին։ Իսկ ոչային եւ տարբերվող լինելու համար այցելեք Դաֆնի խանութսրահ, 2 հասցե ունի այս խանութսրահը, շատ էսթետ խանութ է, Թումանյան 5 եւ Պուշկին 33, 2 հասցեներում էլ ներկայացված է ամբողջ նոր տեսականին։ Այցելեք եւ տարբերվեք Դաֆնիի հետ միասին։ Առավոտյան թարմություն ու ժպիտը մենք ապահովեցինք, օրը ձեր առջևում, ինչպես ասում են, ավարտին հասցրեք բոլոր կարևոր գործերը, իսկ երեկոն անցկացրեք ընտանիքի հետ միասին եւ նախատոնական տրամադրությունն էլ թող լինի շատ ու շատ։ Եվ քանի որ Սուրենը հուշեց, որ այսօր ուրբաթ է եւ հիշեցրեց, թող ուրբաթը շատ իդեալական անցնի, բոլոր գործերը հասցնեք եւ երեկոան ունենաք ուրբաթ երեկո ընկերների հետ միասին։ Իսկ մեր եթերը այսօր այսքանն էր եւ վերջում չենք մոռանում ձեզ հիշեցնել, որ այս ամենը պատրաստված էր սիրով։